Մարգարեական երազը, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Մի վաճառական կար, ուներ երկու տղա, Դմիտրին ու Իվանը։ Մի գիշեր հայրը սրանց օրհնեց ու ասաց. «Դե երեխեք, գիշերով ինչ երազ տեսնեք, առավոտն ինձ կպատմեք, իսկ ով երազը պահի, նրան պատժել կտամ»։ Առավոտը մեծ տղան եկավ, հորն ասաց. «Հայրիկ, երազումս տեսա, իմ ախպեր Իվանը 12 արծիվների վրա երկնքով թռչում է, մեկ էլ, որ քո սիրած խոչը կորել է»։ «Բա դու ինչ տեսար, Իվան»։ «Սա թե չեմ ասի»։ Ու ինչքան հայրը ստիպեց, սա կողի ընկավ ու հոր բոլոր խոսքերի դեմ մենակ մի բան ասավ. «Չեմ ասի, հա չեմ ասի»։ Վաճառականը զայրացավ, կամակատարներին կանչեց ու հրաման տվեց, որ անհնազանդ որդուն տանեն, մերկացնեն ու մեծ ճանապարհի վրա մի սյունից կապեն։ Կամակատարները Իվանին բռնեցին ու ոնց որ ասված էր, մերկացրին ու պինդ կապեցին սյունից։ Կտրիչ տղայի հալը հալ չէր, արևը վառում էր, մոծակները խայթում էին, քաղցն ու ցարավը տանջում։ Էնպես պատահեց, որ այդ ճանապարհով թագավորի տղան էր անցկենում։ Վաճառականի տղային տեսավ, խղճաց ու հրամայեց ազատել, շորերը հագցնել տվեց, հետը բերեց պալատ, հարց ու փորձ արեց։ «Ով է քեզ սյունից կապել»։ «Հարազատ հերս, ջղայնացել էր»։ «Մեղքդ ո՞րն է»։ «Երազումս տեսածս չուզեցա պատմեմ»։ «Այ քեզ անխելք հայր, հեչ բանի համար, այդպիսի դաժան պատիժ, իսկ ինչ երազ էր»։ «Չեմ ասի, թագավորի տղա»։ «Ոնց չես ասի, ես քեզ մահից փրկեմ, դու ինձ մերժես։ Հենց հիմա ասա, թե չէ վատ կլինի»։ «Հորս չեմ ասել, քեզ էլ չեմ ասի»։ Թագավորի տղան հրամայեց սրան բանտ գցել, իսկույն զինվորները եկան ու էս Աստծու խեղճ ծառային տարան քարե զնդանը դրին։ Մի տարի անցավ, թագավորի տղան որոշեց ամուսնանալ, վեր կացավ ու գնաց օտար երկիր, գեղեցկուհի Ելենայի մոտ խնամախոսության։ Թագավորի տղան էլ մի հարազատ քույր ուներ։ Էնպես պատահեց, որ աղբոր գնալուց շատ չանցած քույրը զնդանի մոտերքը զբոսանքի դուրս եկավ։ Վաճառականի տղա Իվանը նրան լուսամուտից տեսավ ու ձեն տվեց։ «Խղճա ինձ, թագավորի աղջիկ, ինձ ազատ արձակի, գուցե ես մի օր քեզ պետք գամ։ Ես գիտեմ, որ թագավորի տղան գնացել է գեղեցկուհի Ելենային ուզելու, բայց առանց ինձ նա պսակվողը չի, շատ գլխով կվճարի։ Դու ինքդ լսած կլինես, ինչքան խորամանկ է գեղեցկուհի Ելենան, քանի փեսացու է էն աշխարհն ուղարկել»։ «Իսկ դու կօգնես տղային»։ «Կօգնեի, բայց բազեի թևերը կապված են»։ Թագավորի աղջիկը տեղն ու տեղը վաճառականի տղա Իվանին ազատել տվեց զնդանից։ Իվանը իրեն ընկերներ ճարեց, ինքն էլ հետը 12 հոգի, իրար էնքան նման, բոյ, ձեն, մազ, ոնց որ հարազատ աղբերներ։ Իրար նման էլ նույն չափսով կարված կապաներ հագան, հրեղեն ձիերը նստեցին ու ճամփա ընկան։ Մի օր գնացին, 2 օր, 3 օր, 4-րդ օրը հասան մի խիտ անտառի։ Մեկ էլ մի ահռելի ձեն ծուն ընկավ։ «Կանգնեք, աղբերներ, մի քիչ սպասեք», ասավ Իվանը, «ես էդ ձենի վրա գնամ»։ Ձիուց իջավ ու վազեց անտառ։ Նայեց
Տեսած բացատում 3 ծերունի լեզվակռիվ են տալիս։ Բարև ծերուկներ, ինչի եք վիճում։ Ջահել տղա, մեր հորից ժառանգություն ենք ստացել 3 հրաշալիք, անտեսանելի գլխարկ, թռչող գորգ ու արագավազ կոշիկներ, բայց արդեն 70 տարի է վիճում ենք ու չենք կարողանում բաժանել։ Ուզում եք ես բաժանեմ։ Դե շնոր արա։ Վաճառականի տղա Իվանը իր պինդ աղեղը ձգեց, 3 նետ դրեց ու տարբեր ուղություններով բաց թողեց։ Մի ծերուկին աջ ուղարկեց, մյուսին ձախ, երրորդին էլ ուղիղ։ Ով որ առաջին նետը բերի, նա անտեսանելի գլխարկը կառնի։ Ով երկրորդը գա, թռչող գորգը կստանա, վերջինին էլ արագավազ կոշիկները կմնա։ Ծերուկները վազ տվին նետերի ետևից, իսկ վաճառականի տղա Իվանը 3 հրաշալիքն էլ վերցրեց, ետ եկավ ընկերների մոտ։ Տղերք, ասավ, բաց թողեք ձեր հրեղեն ձիերին, եկեք իմ թռչող գորգին նստեք։ Արագ թռչող գորգի վրա ելան ու թռան գեղեցկուհի Ելենայի երկիրը։ Եկան հասան Գահանիստ քաղաքը, քաղաքամուտքի մոտ իջան ու գնացին թագավորի տղային գտնելու։ Ուղիղ եկան մտան սրա տան բակը։ Ինչ եք ուզում, հարցրեց թագավորի տղան։ Մեզ մոտդ ծառայության վերցրու, կտրիչ տղերք ենք, ամբողջ սրտով քո բարին ենք ուզում, քեզ կօգնենք։ Թագավորի տղան դրանց ծառայության վերցրեց, մեկին խոհարար, մեկին ձիապան, մեկին էլ մի ուրիշ տեղ գործի դրեց։ Նույն օրը թագավորի տղան տոնական զուգվեց, զարդարվեց ու գնաց գեղեցկուհի Ելենային ներկայանալու։ Գեղեցկուհի Ելենան սրան շատ լավ ընդունեց, տեսակ ուտելիքներով ու թանկարժեք խմիչքներով հյուրասիրեց, հետո սկսեց հարցուփորձ անել։ Ճիշտն ասա, թագավորի տղա, ինչի ես ինձ մոտ եկել։ Ուզում եմ քեզ հետ ամուսնանալ, գեղեցկուհի Ելենա, կգաս ինձ հետ։ Համաձայն եմ, բայց սկզբից 3 խնդիր պիտի տամ, թե լուծեցիր քոնն եմ, թե չէ գլուխդ կացնի տակ կդնեմ։ Տղան թե խնդիրդ ասա, աղջիկը ասավ, վաղը կլինի, բայց ինչ չեմ ասի, հնար գտիր, այ թագավորի տղա, մտքումս պահածի թայը գնա բեր։ Թագավորի տղան տխուր ու տրտում ետ դարավ տուն, վաճառականի տղա Իվանը հարցրեց, թե թագավորի տղա, ինչի ես տխուր, չլինի թե գեղեցկուհի Ելենան նեղել է, դե վիշտդ ասա ինձ, կթեթևանաս։ Թագավորի տղան պատմեց, թե էսպես ու էսպես, գեղեցկուհի Ելենան ինձ այնպիսի մի խնդիր տվեց, որ ոչ մի իմաստուն էս աշխարհում չի գտնի։ Դե դա դեռ մեծ բան չի, Աստծուն աղոթիր ու պարկիր քնելու, առավոտը գիշերվանից խերով է, վաղը մի բան կմտածենք։ Թագավորի տղան պարկեց քնելու, իսկ վաճառականի տղա Իվանը անտեսանելի գլխարկը դրեց գլխին, արագավազ կոշիկները հագավ ու գնաց գեղեցկուհի Ելենայի պալատը։ Մտավ ուղիղ ննջասենյակ ու ականջ դրեց։ Իսկ այդ ժամանակ դու մի ասա, գեղեցկուհի Ելենան իր սիրած սպասուհուն պատվիրում ասում է. Վերցրու այդ թանկարժեք կաշվի կտորը, տար կոշկակարի մոտ, թող իմ ոտով մաշիկ կարի ու ինչքան հնարավոր է արագ։ Սպասուհին վասեց գնաց, ուր հրամայված էր, Իվանն էլ ետևից գնաց։ Վարպետը իսկույն գործի անցավ, շուտ մաշիկը կարեց, դրեց պատուհանի։
Վաճառականի տղա Իվանը վրազ մաշիկն առավ, կամած գրպանը խոթեց։ Խեղճ կոշկակարը ձեռ ու ոտ ընկավ, ախր քթի տակից գործը տանուլ է տալիս, ման եկավ, քունջ ու պուճախները տակնու վրա արեց, բայց իզուր։ Այ քեզ հրաշք, մտածեց, կա չկա, սատանան ինձ հետ խաղ է անում։ Էլի ինչ արած, նորից ասեղը ձեռն առավ, նոր մաշիկ կարեց, տարավ տվեց գեղեցկուհի Ելենային։ Համա թե դանդաղկոտն ես, հա, ասավ գեղեցկուհի Ելենան, մի մաշիկի վրա այսքան ժամանակ կորցրիր։ Գեղեցկուհին մաշիկն առավ, նստեց սեղանի մոտ ու սկսեց ոսկի թելերով նախշել, մեծ մարգարիտներով զարդարել, փայլուն բնական քարերով պատել։ Իվանն էլ այդ պահին անտեսանելի հայտնվեց, իր մաշիկը հանեց ու նույն բանն էլ ինքն արեց, ինչ քար աղջիկն էր վերցնում, նույնն էլ ինքն էր դնում, որտեղ որ աղջիկը մարգարիտ էր կպցնում, այնտեղ էլ ինքն էր կպցնում։ Գեղեցկուհի Ելենան իր գործը վերջացրեց ու ժպտալով ասաց. Տեսնես վաղը, թագավորի տղան ինչով կերևա։ Սպասիր, մտքի մեջ ասավ Իվանը, դեռ հայտնի չէ, ով ում կխաբի։ Վերադարձավ տուն ու պառկեց քնելու։ Առավոտը լուսաբացին վեր կացավ, հագնվեց ու գնաց թագավորի տղային արթնացնելու։ Արթնացրեց, մաշիկը տվեց նրան և ասաց. Գնա գեղեցկուհի Ելենայի մոտ ու ցույց տուր, դա նրա առաջին խնդրի պատասխանն է։ Թագավորի տղան լվացվեց, զուգվեց, զարդարվեց, գնաց հարսնացուի մոտ։ Իսկ այնտեղ էլ պալատը լիքը հյուրեր են, բոյարներ, իշխաններ, խելոք մարդիկ։ Հենց թագավորի տղան եկավ, երաժշտությունը հնչեց, հյուրերը տեղից վեր ելան, զինվորները պատվի առան։ Գեղեցկուհի Ելենան մաշիկը հանեց, մեծ մարգարիտներն ու փայլուն քարերը վրան շարած։ Ինքն էլ նայում է թագավորի տղային ու քմծիծաղ տալիս։ Թագավորի տղան ասավ. լավ մաշիկ է, բայց առանց թայի ինչի է պետք։ Երևում է դրա նմանը քեզ պիտի նվիրեմ։ Այդ խոսքի հետ գրպանից մյուս մաշիկը հանեց ու դրեց սեղանին։ Այստեղ հյուրերը ծափ տվին ու միաբերան ասին. Այ քեզ թագավորի տղա, արժանի ես մեր տիրոհուն գեղեցկուհի Ելենային։ Դա դեռ կտեսնենք, պատասխանեց գեղեցկուհի Ելենան, թող մյուս խնդիրը լուծի։ Ուշ երեկոյան թագավորի տղան վերադարձավ տուն ավելի մթնած։ Թագավորի տղա, հերիք է տխրես, ասաց վաճառականի տղա Իվանը, Աստծուն աղոթի ու պարկի քնի, առավոտը գիշերվանից խերով է։ Նրան պարկած թողեց, իսկ ինքը արագավազ կոշիկները հագավ ու անտեսանելի գլխարկը դրեց, վազեց գնաց գեղեցկուհի Ելենայի պալատը։ Այդ ժամանակ էլ սա իր սիրած սպասուհուն հրաման էր տալիս, թե շուտ գնա հավանոցը, մի բադիկ առ ու արի։ Սպասուհին վազեց հավանոց, Իվանն էլ ետևից։ Սպասուհին բադ բռնեց, Իվանը բադակլոր ու նույն ճամփով ետ եկավ։ Գեղեցկուհի Ելենան նստեց սեղանի մոտ, բադի թևերը զարդարեց ժապավեններով, գլխի փումփուր նադամանդներով։ Վաճառականի տղա Իվանը նայեց, նույն ձևով բադակլորին զարդարեց։ Հաջորդ օրը գեղեցկուհի Ելենայի մոտ նորից հյուրեր, նորից երաժշտություն։ Սա իր բադիկին բաց թողեց ու թագավորի տղային ասավ. Գլխի ընկար, որն է իմ խնդիրը։ Իմացա, գեղեցկուհի Ելենա, ահա քո բադիկի զույգը։
ասավ ու բադակլորը բաց թողեց։ Էստեղ բոլոր բոյարները իրար հետ ձեն տվին։ Այ ապրես դու, թագավորի տղա, արժանի ես գեղեցկուհի Ելենային առնելու։ Սպասեք, թող երրորդ խնդիրն էլ լուծի։ Իրիկունը, թագավորի տղան եկավ տուն, այնքան մռայլ, որ անգամ խոսել չէր ուզում։ Դե դարդ մի անի, թագավորի տղա, ավելի լավ է պարկես քնես, առավոտը գիշերվանից խերով է, ասաց վաճառականի տղա Իվանը։ Ինքն էլ իսկույն անտեսանելի գլխարկն ու արագավազ կոշիկները հագավ, վազ տվեց պալատ։ Էս անգամ գեղեցկուհի Ելենան ուզում էր գնալ կապույտ ծովի ափն ու կառքը նստած ամբողջ թափով քշում էր, բայց վաճառականի տղա Իվանը ետ չմնաց։ Գեղեցկուհի Ելենան հասավ կապույտ ծովին ու սկսեց իր պապին կանչել։ Ալիքները հորձանք տվին ու ջրի միջից մի ծերունի ելավ, մորուքը ոսկի, գլխի մազերն արծաթի։ Դուրս եկավ ափ և ասավ. Բարև թոռնիկս, վաղուց իրար չենք տեսել, արի գլուխս քթի վարա։ Գլուխը դրեց աղջկա ծնկանն ու քաղցր քնով ննջեց։ Հիմա գեղեցկուհի Ելենան պապի գլուխը քթվում է, իսկ վաճառականի տղա Իվանը մեջքի ետևը կանգնած նայում է։ Աղջիկը տեսավ, որ պապիկը քնեց, գլխից 3 արծաթե մազ պոկեց, իսկ վաճառականի տղա Իվանը ձեռը գցեց ու մի փունջ մազ էլ ինքը քաշեց։ Պապը վեր թռավ ու գոռգոռաց. Ինչ է, գժվել ես, ախր ցավում է։ Ներողություն, պապի, վաղուց քեզ չեմ սանրել, մազերդ խճճվել են։ Պապը հանգստացավ ու մի քիչ անց նորից խռմփացրեց։ Գեղեցկուհի Ելենան նրա մորուքից էլ 3 ոսկե մազ քաշեց, իսկ վաճառականի տղա Իվանը բռնեց ու քիչ մնաց ամբողջ մորուքը պոկեր։ Ծերունին ուժեղ ճչաց, ոտքի թռավ ու իրեն գցեց ծովը։ Այ հիմա թագավորի տղան ծուղակն ընկավ, մտածեց գեղեցկուհի Ելենան։ Այդպիսի մազեր երբեք չի գտնի։ Հաջորդ օրը հյուրերը հավաքվեցին, թագավորի տղան էլ եկավ, գեղեցկուհի Ելենան 3 ոսկե ու 3 արծաթե մազը ցույց տվեց և ասավ. Այդպիսի հրաշք տեսել ես։ Թագավորի տղան իրեն չկորցրեց։ Պարծենալու բան կտար։ Ուզում ես մի ամբողջ փունջ նվիրեմ քեզ։ Հանեց մի փունջ ոսկե ու մի փունջ արծաթե մազ ու տվեց նրան։ Շատ զայրացավ գեղեցկուհի Ելենան, վազեց ննջասենյակ ու սկսեց իր կախարդական գիրքը նայել։ Թագավորի տղան ինքն է գլխի ընկնում, թե ուրիշն է օգնում։ Ու գրքում գտավ, որ ոչ թե ինքն է խորամանկ, այլ խորամանկ է նրա ծառան, վաճառականի տղան, անունը Իվան։ Ետ եկավ հյուրերի մոտ ու կպավ թագավորի տղայից. Քո սիրելի ծառային ուղարկիր ինձ մոտ։ Ես 12 ծառա ունեմ։ Նրան, ում անունն Իվան է։ Ախր բոլորն էլ Իվան են։ Դե լավ, ասում է, թող բոլորը գան։ Իսկ մտքում ասում է, առանց քեզ էլ մեղավորին կգտնեմ։ Թագավորի տղան հրաման տվեց, 12 կտրիչ պալատ մտան, նույն դեմքով, նույն բոյով, ձենով, մազով իրար նման։ Ձեզնից ով է մեծը։ Բոլորը միանգամից գոռացին. Ես եմ մեծը, չէ, ես եմ մեծը։ Միտք է անում Ելենան։ Սրանցից հեշտ ու հանգիստ բան չես իմանա։
ու հրամայեց, որ 11 հասարակ ու մի ոսկե գավաթ բերեն, որով միշտ ինքն էր խմում։ Գավաթներն ընտիր գինով լցրեց ու կտրիչներին հյուրասիրեց։ Սրանցից ոչ մեկը հասարակ գավաթ չի ուզում վերցնի, բոլորը ձեռքները ոսկի գավաթին են տանում, իրարից խլում։ Աղմուկ աղաղակն ընկավ ու գինին թափվեց։ Գեղեցկուհի Ելենան տեսավ, որ հնարքը չի անցել, հրամայեց կտրիչներին կերցնել, խմեցնել ու ապարանքում քնացնել։ Գիշերը, երբ որ բոլորը պինդ քնեցին, աղջիկը կախարդական գիրքն առավ, մտավ կտրիչների սենյակն ու գրքի մեջ նայեց, մեղավորին գտավ։ Մկրատը վերցրեց, նրա քունքից մի փունջ մազ կտրեց։ Էս նշանով ես վաղը դրան կճանաչեմ ու գլխատել կտամ։ Առավոտյան վաճառականի տղա Իվանը արթնացավ, ձեռքը տարավ գլխին, տեսավ քունքը խուզած է, անկողնուց վեր թռավ ու ընկերներին արթնացրեց։ Հերիք է քնեք, փորձանքի մեջ ենք, մկրատներն առեք ու քունքներդ խուզեք։ Մի ժամից գեղեցկուհի Ելենան կտրիչներին կանչեց իր մոտ ու սկսեց մեղավորին փնտրել։ Այ քեզ զարմանք, ում նայում է քունքը խուզած է։ Չխայնությունից կախարդական գիրքն առավ ու վառարանը գցեց։ Դրանից հետո էլ պատճառ չկար, ուզած-չուզած պիտի ամուսնանար թագավորի տղայի հետ։ Ուրախ հարսանիք եղավ։ 3 օր ժողովուրդը գիշեր-ցերեկ քեֆ արեց, 3 օր պանդոկներն ու ճաշարանները բաց մնացին, որ ով ուզեր գնար, ուտեր խմեր արքունիքի հաշվին։ Քեֆ ուրախությունը վերջացավ։ Թագավորի տղան պատրաստություն տեսավ, որ ջահել կնոջ հետ իր երկիրը գնա, իսկ 12 կտրիչներին նա խորհուրդ ուղարկեց։ Քաղաքից տղերքը դուրս եկան, թրջող գորգը փռեցին, նստեցին ու ամպերից վեր ելան։ Թռան, իջան ուղիղ այն խիտ անտառում, որտեղ որ իրենց հրեղեն ձիերը բաց էին թողել։ Հենց նոր էին գորգից իջել, տեսան, հրես վազելով մի ծերունի է գալիս նետը ձեռքին։ Վաճառականի տղա Իվանը անտեսանելի գլխարկը դրան տվեց։ Դրա ետևից էլ երկրորդ ծերունին եկավ ու թրջող գորգին տեր դարձավ։ Մի քիչ հետո երրորդը տեղ հասավ, արագավազ կոշիկները վերցրեց։ Վաճառականի տղա Իվանը ընկերներին ասավ. «Ձիերը գտեք, ճամփա ընկնելու ժամանակն է»։ Սրանք իսկույն ձիերը գտան, թամբեցին ու իրենց երկրի ճամփան բռնեցին։ Եկան ուղիղ ներկայացան թագավորի աղջկան, սա շատ ուրախացավ, եղբոր մասին հարցուփորձ արեց, թե ոնց ամուսնացավ, երբ տուն կգա, հետո էլ ասավ. «Էդ ծառայության համար ձեզ ինչով պարգևատրեմ»։ Վաճառականի տղա Իվանն ասավ. «Ինձ զնդանը դիր, իմ հին տեղը»։ Ու ինչքան թագավորի աղջիկը նրան համոզեց, նա իրենը պնդեց։ Զինվորները սրան բռնեցին, զնդանը տարան։ Մի ամսից հետո թագավորի տղեն իր ջահել կնոջ հետ տեղ հասավ։ Առոք-փառոք հանդիպում եղավ, երաժշտությունը նվագում էր, թնդանոթները կրակում էին, զանգերը խփում էին, այնքան էլ ժողովուրդ էր հավաքվել, որ ուզեիր գլխների վրայով ման կգայր։ Բոյարներն ու մյուս իշխանավորները եկան թագավորազնին ներկայացան, սա շուրջը նայեց ու ասաց. «Բա իմ հավատարիմ ծառա Իվանը ուր է»։ Նա ասին. «Զնդանում նստած է»։ «Ոնց թե զնդանում, ով է հանդգնել»։ Թագավորի աղջիկը առաջ եկավ։ «Դու ինքդ ես վրան բարկացել ու նստեցնել տվել։ Հիշում ես, եղբայր, դու նրան ինչ-որ երազի մասին էիր հարցնում, իսկ նա չէր ասում»։ «Միթե դա նա է»։
Հենց ինքն է, որ կա։ Ես նրան ժամանակավոր քեզ մոտ էի ուղարկել։ Թագավորի տղան հրաման տվեց վաճառականի տղա Իվանին դուրս բերին։ Գնաց նրա վզովն ընկավ ու խնդրեց, որ հաշտվեն, վատ բաները մոռանան։ Թագավորի տղա, հիմա իմացած եղիր, ասավ Իվանը, որ ես երազում էն էի տեսել, ինչ ինձ ու քեզ պատահեց, դրա համար էլ նախորոք չասացի։ Թագավորի տղան Իվանին մեծ պաշտոն տվեց, մեծ հարստություն ու կալվածքներ պարգևեց ու իր պալատում պահեց։ Վաճառականի տղա Իվանն էլ իր հորն ու մեծ աղբորը մոտը բերեց, սկսեցին միասին ապրել ու կյանք անել։